Բարև ձեզ, ժողովուրդ ջան, հարգելիներս, ես միակ մարդն եմ եղել, որ 44 օրյա պատերազմից հետո ստուգել եմ, թե ոնց արձագանքեց ֆոնդային բորսան եւ նավթային ընկերությունները, որոնք կան Ադրբեջանում, մեր պարտությանը։ Հիմա կիմանաք, թե ինչ ձևի գնաճ նրանք գրանցեցին, բայց միջև այդ կխնդրեմ դուք սա տարածեք, եթե Facebook-ում եք նայում։ Եթե YouTube-ում եք, դրեք լայք եւ ինչ-որ մի բան գրեք, որ ալգորիթմը տարածի, որտեվ սա հակահարված է պետական դավաճաններին։ Որտեվ ես տեսնում եմ այս J.D. Vance-ի Հայաստան գալուն ընթառաջ ոնց են ակտիվացել այդ կոլաբորացիոնիստները ու ոնց են լվանում մարդկանց ուղեղը։ Իբր այս միջանցքը Ռուսաստանն էր ուզում, սա Լավրովի պլանն էր եւ մենք Տրամպը փրկում է։ Երբ սա եղել է իրականում Հոբլի պլանը դեռևս 90-ականներին ձևավորված, որի համար Վերին Երուսաղեմ ուղարկվեց Վազգեն Սարգսյանը, որտեղ համաձայնվել էր Հոբլի պլանին եւ ուզում էր Մեղրին փոխել Զանգեզուրը, փոխել այդ Արցախի հետ եւ փակել այս խնդիրը։ Հիմա տեսեք, առաջին սկրինշոթը որ դնում եմ։ Սա բանն է, ֆոնդային բորսայի արձագանքն է, պատերազմի ընթացքում, տեսակ, սա ինձ British Petroleum-ին եմ ես դրել, ես դրանից բացի հետևել եմ մնացած ընկերություններին, որոնք փոքր մասնաբաժիններ ունեն ադրբեջանական այդ նավթամուղերի, գազամուղերի մեջ, այդ տնտեսության, բոլորը գրանցել էին աճ, ինչպես եւ ExxonMobil-ը, ինչպես եւ ֆրանսիական նավթային ընկերություն, ինչպես եւ թուրքականները, բայց ամենամեծը գրանցել էր հենց British Petroleum-ը։ Ընդհանուր պատերազմի ընթացքում մոտ 25% աճ էին գրանցել, սկզբից մինչև վերջ, էլի այդ 44 օրվա ընթացքում։ Իսկ ամենամեծ թռիչքը տեղի էր ունեցել հենց պատերազմի ավարտին 44 օրյայի։ Հենց ստորագրման օրը եղել էր ուրբաթ, շաբաթ կիրակի բորսաները փակ են եղել, երկուշաբթի միանգամից խփում է բարձրանում մոտ 20% այդ մի օրվա մեջ։ Հիմա հարց, սա ռուսին էր ձեռնտու, թե արևմտյան ընկերություններին։ Դեռևս Տրամփ չկար այն ժամանակ կար Պոլ Հոբլի պլան, ոչ թե Լավրովի պլան։ Այդ ժամանակ Լավրովը նույնիսկ արտաքին գործերի նախարար չէր։ Նա կարծեմ Ռուսաստանում ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալն էր Լավրովը։ Չկար Լավրովի պլան, որ այսօր դա ներկայացնում են իբր Տրամփի այս ծրագիրը փրկությունը Լավրովի պլանի համեմատ։ Հիմա դնում եմ երկրորդ նկարը, հարգելիներս, սա բանն է, երկրորդ սկրինշոթը, սա Բաքու-Երևան նավթամուղի կայքից վերցրած նկարը, որտեղ, տեսեք, խոշորացված ես կմեծացնեմ, Զանգեզուրով անցնող կարմիր այս գիծը, սա նավթամուղերն են իրանց։ Ու գրված է, որ սա ծրագրի մեջ գտնվող նավթամուղ։ Իսկ նկարը վերջի անգամ թարմացված է եղել այդ կայքը, այնտեղ այդ նկարները էլի գրում է 2007 թվականին։ Տեսնում եք։ Ինչ Լավրովի պլանի մասին է խոսքը գնում։ Հասկանում եք, որ ես օրինակ այսօր լսեցի Գլումովի մոտ էր եկել մի հատ ուկրաինացի փորձագետ։ Տեսեք, Ուկրաինան բռնաբարեցին լրիվ, հիմա լույս ոչ մի բան չկա։ Հիմա Հայաստանն է ասել, որ լույս չունեն, հա, էլեկտրոցանցն, ատոմակայանն են ուզում մսխեն։ Դա առանձին թեմա է։ Անունը դրա Տիգրան Ավակյան։ Այսինքն ճաղատ ինպես մարդ է, նստած համոզում էր Գլումովի մոտ ու հայ հետևորդին, որ ժողովրդին, որ սա փրկություն է։ Որ Լավրովի պլանը դա վատն էր, դե պարզ է, ուկրաինական պրոպագանդիստը ինչ պետք է ասի հային։ Իրանց մոտ հիմա լույս չկա, ցուրտ նստած են, ուզում են շուտով մենք կնստենք։ Դրա համար եմ ասում, տարածեք ընկերներս ամեն ինչը, որ այս ձևի մարդկանց հակահարված տրվի, որտեվ ես տեսնում եմ մեր քաղաքական դաշտում պրոֆեսիոնալ ոչ մեկ չկա, որ վերլուծեր ընդհանրապես այդ ֆոնդային բորսան բերեր, բացատրեր։ Մեր մոտ մենակ շարլատաններ են, ինչ որ հիմար խոսացող գործիչներ, եզակի մարդկանց կհանդիպես, որ նորմալ բան ունեն ասելու, հակահարված տալու այդ խնդրին։ Դե հիմա ինձ ասեք, Հոբլի պլանը
Բացեք նույնիսկ Google-ով նայեք, թե ինչ է գրված Հոբլի ծրագրի մեջ։ Պոլ Հոբլ կամ Գոբլ ռուսերեն տենց է գրվում։ Ինչ Լավրովի պլանի մասին է խոսքը։ Եթե ուզում եք իմանաք, նոյեմբերի 9-ի այդ կետով Լավրովը ունեցավ բան հետո, մամուլի ասոլից։ Ես դրան, եթե գտնեմ, կկիսվեմ էլի իմ բանում, որ նայեք։ Այն մարդը ասում է, մենք ունենք ռազմբլոկիրովկա կոմունիկացի, ոչ թե կորիդոր։ Ռազմբլոկիրովկա ամեն ինչին։ Ռուսաստանը չեր մցրել ձեռքը մեր գրպանը։ Նա ասում է, իմ FSB-ն պետք է կանգնի, որ պարզապես, տեսեք, սա տիրապետության գոտիներ են, Միջին Ասիայի, Թուրքմենստանի, բանի նավթը Իրանից անկախ չգնար, որտեվ այսօր իր միջոցով է դա ծախվում աշխարհին, Ռուսաստանն է ստանում, էլի եկամուտը։ Ոչ թե եկամուտը տոկոս ինչ որ մի բան։ Ինքն է կոնտրոլի տակ պահում, որ ինքը Իրանն է ծախի։ Իսկ այս դեպքում տեսեք Ռուսաստանին են այդ շուկայից դուրս գցում։ Դա մեր ճիշտ որ վերցնենք իմ համար մեկ է, թե ով է շուկայում մնում։ Կարևորը Հայաստանի բյուջե փող մտնի, այլ ոչ թե ինչ որ մեկին տնտեսական շահի հետևից մենք ընկնենք։ Ռուսական տարբերակում տեսեք չկար ոչ մի տոկոսներ, փայաբաժին կամ բան, որ հիմա սարքել են։ Իբր դա Տրամպինն է։ Դա Տրամպինն էլ չի, Տրամպը այսօր կա վաղը կսատկի այդ վիդեն։ Հասկանում եք։ Դա ինչ որ մի ընկերություններ են լինելու, որոնք ընդհանուր այդ հազարավոր կիլոմետրերին են տիրապետելու։ Նրանք էլ լինելու են այդ ֆրոնտ օֆիսում նստած։ Ռուսը ավելի ազնիվ է, որ նա ասեց իմ FSB-ն կլինի, օրինակ, որ մի փրնդեղ իրար չսպանեք, էլի։ Բայց պարզ է, ինքը պետք է ղեկավարեր, թե ում նավթը քանի լիտր գնա, էլի տեղով։ Իրանը քանի լիտր, գցենք Ղազախստանին է կամ Թուրքմենստանին է նմանավանդ։ Ինքը սա պետք է աներ, որ ինքը շուկայից դուրս չմնար նավթամթերքի, որտեվ ինքը ասես համաշխարհային բենզակալոն կա, ճիշտ ասենք, էլի։ Իսկ այսօր տեսեք, նույն Ամերիկան էլ ցես թվում է այդ ֆրոնտ օֆիսներում ում է նստածնելու կամ Իսրայելը, որ եկավ Թուրքիան, այնտեղ Պարսկաստանին լավ նայելու համար։ Պարզա իրենց գործակալներ Մոսադ լինի, գցենք թուրքական լինի, բրիտանական մի 7 լինի, թե ամերիկյան CIR լինի։ Պարզապես նրանք չեն ասելու ճիշտ ուղիղ տեքստով, որ նրանք են նստած լինելու, նրանք նստած են լինելու ինչ որ մի քարտուղարի կամ ինչ որ մեկ ուրիշի հաստիքով, էլի։ Իմանալու եք, դե քարտուղար է աշխատում, բայց Մոսադի գործակալ է լինելու։ Տեսեք, ձեր այդ ազնիվ խոսացողը ռուսը հա տապոր բնավորություն ունի, կոպիտ է անում, բայց ուղիղ է ասում այդ ամեն ինչը, դեմքիդ է ասում, ոչ թե հետևից ծիծաղում, էլի։ Ու էլի մի բան ասեմ, ես Թուրքիան ու Ադրբեջանը ձեր լավը չի ուզում, երբեք չի թողնելու դուք թրփոշանակ, դուք պետք է մնաք իրանց իշխանության տակ, տեսեք Նիկոլին Չարից, պարակտված, որ դուք մի բռունցք չդառնա հայ ժողովուրդը։ Հասկանում եք, նրանք չեն թողնելու դուք լավ լինեք, հարստանաք, ձեր թոշակառուն, ձեր փող մտնի երկրի գրպանը, չեն թողնելու։ Այդ նույն բանով այդ տրիպի մեջ իրանք կարող է որոշեն օրինակ 74% իրանց ձեռքն է, որ այդ գինը պետք է լինի, գցենք $15 միլիոն, այս 10 միլիոն է նավթամուղին ու 10 միլիոն է գազամուղին։ Դրանից հանեն 26% տան Հայաստանին։ Երբ որ նման մի նավթամուղ Վրաստանում կա, որը բերում է բյուջեին 200 միլիոն մենակ դա է բերում փող ու էժան գազ վրացական շուկայի համար։ Դե հիմա դրեք ու համեմատեք։ Իսկ այս ծախված գործակալները, ովքեր համպարակտեցին Հայաստանին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հեշտ իրեն։ Հիմա ես ձեզ մի բան հարցնեմ, երբևիցե ռուսական որևիցե մի պրոպագանդիստ կամ լրագրող փորձել է պարակտի հայ ազգը Սփյուռքի եւ Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի հային հանի իրար դեմ։ Ոչ, այդ արելա հենց Ադրբեջանը եւ Թուրքիան, Միացյալ Նահանգները, մարդկանց ուղեղները լվանալով են դեռևս բան կար, Էդգար Գուվերյան հակասովետական գաղափարախոսությամբ, հասկանում եք, ծաղրելու բանը, երբ որ նույն բանը Չարլի Չապլինը եւս հրապուրված է եղել այդ գաղափարախոսությամբ, Հեմինգուեյ, գիտեք ինչ, հիմարություններ են լցնում հատուկ տխմարների ուղեղը, եւ դրանով մարդիկ պարզապես տուն են պահում, աշխատանք է պետությանը դավաճանել ու ծախել երկիրը։
Շնորհակալություն։ Խնդրում եմ տարածեք եւ կիսվեք այս հաղորդմամբ մնացած ձեր ընկերների ու հարազատների հետ։ Շնորհակալություն։